Ադրբեջանը ուժեղանում է, այսպես պատրաստի գործիք է բոլորի կողմից օգտագործվելու, բայց մենք ստեղ մի գործոն ունենք, որը չենք կարող աչք փակել դրա վրա։ Այդ գործիքը մեծագույն թշնամի է համարում իրեն Հայաստանը, եւ այդ գործիքը ինքը կարող է իր շահից ելնելով գործել, ճիշտ է, ոչ միայն լինել գործիք ուրիշների ձեռքում։ Այո, այսինքն դա կարող է նաև ուղղվել Հայաստանի դեմ, եթե հաջողվի, ասենք այն ամենը, ինչը իրենք ծրագրել են, եւ աչք կփակեն հնարավոր բոլոր բռնությունների դեմ հայերի հանդեպ։ Այո, բայց փակել են Արցախի փակել են, պրեզիդենտի թեկնածու է եղել, որը ուղղակի ասել է, որ դες ոնց կլինի, ոնց կարանք մենք փակենք եւ այլն, դա նշանակում է, բայց հիշենք, որ սա սուր է, երկու կողմեր կտրող են, ինչպես կարող է դա լինել, այնպես էլ կարող է շատ ավելի հակառակն լինել, շատ ավելի հակառակը լինել, այսինքն այդ պետությունը կարող է խիստ տուժի, եթե ինքնագործունեությամբ զբաղվի, հա? Չէ, եթե չհաջողվի այն, ինչը ծրագրված է, որովհետև եթե ծրագրված է եւ մենք ստեղ հասկանալով խոսում ենք, չի կարող պատահի այդ շահերի գերկրողը Չինաստանը օրինակ, Չինաստանը հաշվի չառնի սա եւ Իրանը պատրաստված չլինի համապատասխանաբար դիմադարձելու ադրբեջանական վտանգին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը չի կարող պատահի անտեղյակ լինի բացարձակ այդ զարգացումներից եւ չհասկանա սեփական շահը։ Հայերի շահերը կարող է ինչ-որ չափով չհասկացվեն։ Ճիշտ է որ խոսանք, երբ որ իմեկերը աշոտն ասում է, հա, ռուսական կայսրությունն ուներ իր խնդիրները հայերի հետ եւ այլն, հա, ուներ իր խնդիրները, չեմ ուզում այդ խնդիրներից հիմա խոսանք, բայց խորհրդային փուլը մեր համար կատարել ամենակարևոր գործը, մենք ունեցել ենք բուհեր, ունեցել ենք ակադեմիական գիտություն, ամեն ինչ ունեցել ենք, դպրոց ենք ունեցել, որը համաշխարհային նշանակության դպրոց է եղել, եւ այդ պայմաններում մենք վերջապես հասկացել ենք ինչա մեր անվտանգության գլխավոր առանցքը եւ նշաձողը, դա մեր ազգային ինքնությունն է, իսկ այդ ազգային ինքնությունը հիմա այսօր մենք ենք սկսել հարվածների տակ դնել։ Պարոն Խաչատրյան, այստեղ կանգ առեք, կա հակադարձ տեսակետ, որ եթե առաջին հանրապետությունը չջախջախվեր եւ Կարմիր բանակի կողմից չոչնչացվեր, մենք կունենայինք նույնպիսի համալսարաններ, նույնպիսի բարձր մակարդակի ուրեմն կրթական եւ գիտական բայց դա չի հակասում։ Վերելք։ Չէ, մենք կարող գնահատենք այն, ինչը կա, մենք չենք կարող գնահատել այն, ինչը եթե այսպես լիներ, կարող է եւ այնպես լինի։ Այդպիսի մոտեցում պատմությունը չունի։ Լավ, մենք այդ թեման հիմա շատ կարևոր թեմա է։ Կա հակադարձելու բան, որ կհայտարարեն, թե պահանջարկը կլիներ այդպիսին են հանճարների, որոնք ծնեց հայ ժողովուրդը։ Խորհրդային իշխանության պահանջարկը ահավոր մեծ էր, դա համաշխարհային հակամարտության լուծման ճանապարհ էր իր համար։ Մենք ես նույնիսկ կրկնում եմ, սա շատ կարևոր չեմ ուզում, այո, թեման էլ ոչ Հայաստանը կփոքրացնենք, ոչ է թեման կնշեմ ինձ մոտ որպես հետագա մեր քննարկման թեմա, բայց այժմ մենք խոսում ենք Իսրայելի վրա արդյոք Ադրբեջանը այդքան մեծ ներուժ ունի, թե հենց դա ոնց որ խայծ էր Ադրբեջանի համար։ Դե այդքան կարևոր է իր համար։ Եթե դա կենսական նշանակություն ունեցավ գործոն է դարձել այսօրվա պայմաններում, երբ որ Ամերիկան էլ միտք չունի այնտեղ ավելացնել ցամաքային ուժեր եւ մտնել Պարսկաստան։ Չունի, ամբողջ ամերիկյան այսօրվա լրատվամիջոցները խոսում են այն մասին, որ գիտեք ինչ կա, ամերիկյան ժողովուրդը զարմանալի մի բան հոգնում է շատ արագ, իսկ այս անգամ նույնիսկ պրեզիդենտի ռենոմեն չի բարձրացել ոչ մի յոտա պատերազմը սկսելուց։ Ամերիկան չի ուզեցել այդ պատերազմը։ Հիմա ինչ եք անհրաժեշտ է, չէ՞ սա, որովհետև ամբողջ ամերիկյան, ասենք, սենատը եւ կոնգրեսը դրանք համարում են, որ չէ, այնուամենայնիվ Իսրայելի վիճակը կարող է լինել շատ ավելի ծանր, եթե հանկարծ Ամերիկան հիմա չի անում այս հարցը։ Թրամփի օրոք չի անում, դրանից հետո շատ ավելի դժվար ալնելու անելը։ Ինչից ելնելով ավրալային իրավիճակ այն նավում, որ նավը ծակվում է եւ սկսում է ավրալը, որ պետք է գնալ։ Եվ կարծում եք հայերի ցեղասպանության թեման դա հենց իհարկե, դա Ադրբեջանին հասկացնելու համար էր առաջինը,
Առաջինը որ սրանից բախումա որ Դրանից դու ես հետո վերջինը դու ես արել ու դրա համար պատասխան ես տալու Հա։ եւ ցավոտ կլինի քո համար մինչեւ վերջը նենց որ միջազգային այն ամենը ինչը քո օգտին աշխատել է շուտ կգա քո դեմ իսկ եթե հաշվի առնես որ խոսում ենք երկրորդ սփյուռքից ուրեմն քո գործերը կդառնան ծանրագույն Սա շատ Եվս մեկ հարց դիվանագիտական քայլ է։ ներողություն եւս մեկ հարց դուք ասացիք շատ երկրների համար գործիք է Ադրբեջանը արդյոք Հայաստանը դա գիտակցում է որ դա վտանգավոր է ուժեղացած Ադրբեջան ինչպես եւ Ադրբեջանը ուժեղացած Հայաստան ամեն կերպ խոչընդոտում է որպեսզի Հայաստանը լինի ուժեղ երկիր արդյոք այդ երկրները որոնք դուք ձեր կարծիքով օգտագործելու են Ադրբեջանը իրենք հակասություններ չունեն եւ Հայաստանի դիվանագիտությունը այստեղ անելիք չունի Իրենք ունեն խորը հակասություններ Հայաստանի դիվանագիտությունը նախորդ փուլերում ցույց է տվել որ ինքը լիարժեք տեղեկացված չի համաշխարհային մեխանիզմներից եւ գոյություն ունեցող ուժերի հարաբերակցությունից եւ դիվանագիտական հնարավորությունների են պոտենցիալից որը անհրաժեշտ էր կիրառել որի այդ հետևանքով պատերազմից առաջ մենք հայտնվել ենք մեկուսացման մեջ դա ինչ 20 թիվը 20 թվից այսօր այսօր ես համարում եմ որ հա իհարկե ինչ որ փորձ կարող է ավելացած լինել բայց գործողությունների հաջորդականությունը առայժմ ես չեմ կարողանում գնահատել որպես իրազեկ գործողությունների տրամաբանություն Այսինքն բալանսի խախտումը ոչ միայն ռազմական բալանսի մասին է խոսքը կարող գնալ, այլ նաև քաշային բալանսի մասին, երկրի քաշի կամ կարևորության Մենք խոսենք երկրի քաշից երկրի քաշը Հայաստանի Հանրապետության քաշը շատ բարձր է ելնելով նրանից որ մեծ թուրան ծրագիրը որը վերջին հաշվով արևմուտքում նստած է որպես լարվածության աղեղ պետք է անցնի պարտադիր Հայաստանի վրայով եւ ավարտվի Միջին Ասիայով եւ Ղազախստանով Միջին Ասիա եւ Ղազախստան դա նշանակում է նաեւ ունենալ յուրօրինակ ազդեցություն կաշկանդիչ ազդեցություն Չինաստանի վրա մենք չենք կարող չհասկանալ այնքանը որ հա այստեղ Հայաստանն է որ կիսում է այդ թուրան աշխարհ կոչվածը Այս ՆԱՏՕ-ի ժողովի ժամանակ երբ որ գնացել էր Թրամփը երբ որ պետքա դիմավորեր նրան Էրդողանը դիմավորում էին 17 մարդ Թրամփը զարմացել էր թե էսով են Բոլոր թուրքական բոլոր թուրքացակում ժողովրդների լիդերները այնտեղ էին եւ խոնարհվում էին բոլորը միասին եւ Էրդողանը որպես հայր այդ ամենի ցույց էր տալիս որ այդ յուրօրինակ աղեղը, որով կարելի է զսպել ինչպես Չինաստանին, այնպես էլ Ռուսաստանի հարավը հրկիզել ամբողջովին, կախված է իրենից, բայց դա այդտեղ գոյություն ունի մի հատ Հայաստան, այդ Հայաստանի խնդիրը պետք է լուծվի, այդ Հայաստանի խնդիրը չի կարող լուծվել մեր պատկերացրած գոնե միջին վիճակագրական իրավիճակի կայունացմամբ, այդպես չի։ Նրանք պետք է ունենան բացարձակ գերակայություն, որպեսզի այդ համաշխարհային ծրագիրը իրականացվի։ Դրա վրա ծախսվել են աներևակայելի գումարներ, չմտածեք թե այսօր է առաջացել, 5 տարի առաջ առաջացել, ոչ, դա խորհրդային միության փլուզումից իսկ առաջացած ծրագիր է։ Դե այդ ծրագիրը ըստեյության 100 տարի գործում է, 100 տարի գործում է։ Դուք ասեք որ ծրագիրը, հա, անվանեք այդ կամ նկարագրեք այդ ծրագիրը։ Պանթուրանական այդ ծրագիրը, որը ունի ինչպես այսպես իրեն տերերը, այսինքն այն ուժերը, որոնք կանգնած են եւ դրա հակառակորդները, բայց ինչ չի թվում թե հիմի հակառակորդները շատ ուժեղացել են, նաեւ ասենք նայում եք Ղազախստան, Ուզբեկստան տեսնում եք դե բլոգոսֆերայում եւ այլն, բուն ղազախներ են դեմ խոսում դրա այդ ծրագրի դեմ, որտեղ ասում են մենք մեր ու թուրքերը դա այլ հարց է, մենք խոսում էինք բալանսի մասին, արդեն ուզում ենք ամփոփել Հայաստան եւ Ադրբեջան, այդ քաշային բալանսը խախտված է թե չէ ի վնաս Հայաստանի, դուք ասում եք Հայաստանի ի վնաս չէ։ Ռազմական բալանսը պետք է խոստովանենք, որ ինչ-որ չափով խախտված է ի վնաս Հայաստանի, դեռ չի վերականգնված։ Բայց այն, որ Ադրբեջանը օպերատիվ առումով գտնվում է նեղ իրավիճակում եւ շրջափակված է Ռուսաստանով եւ Իրանով, իսկ միջինասիական հանրապետությունները առաջին իսկ տագնապալի քայլի դեպքում ընդհանրապես հետ են քաշվելու, որովհետեւ նրանք ցանկությունը չունեն ոչ Չինաստանի դեմ գնալու,
ոչ Ռուսաստանի, հա, Ամերիկայից փողը վերցնում են, հոլանդական բանկերը սփռում են այնտեղ փողը, հələ մինչև հիմա այն, երբ որ ես տեսել եմ մի 15-16 տարի առաջ է եղել։ Ղազախստանում այդ էին իրականացնում, բայց նրանք ոչ մի յոտա առաջ չեն գալու։ Եվ Ադրբեջանը մնալու է միայն Թուրքիայի հույսին։ Թուրքիան էլ որպես ՆԱՏՕ-ի երկիր իր ռիսկի շրջանակում չի պատկերացնում, որ ինքը կգնա Պարսկաստանի եւ Ռուսաստանի դեմ։ Ես ուղղակի շեշտադրում մի հատ անեմ, ասենք բոլորին համար աննկատ մնաց այս վերջի բախման ժամանակ 5 թե 6 ամերիկյան F-35 կործանվեցին ու ոչ մեկ չի խոսում դրանից։ Դա հերկվում էր, դրա համար բաց չի դա իրականում եղել է թե ոչ կամ միջոցները ես կարան հերքեն, հիմա ամեն ինչ հերքում են եւ բան են, բայց այն որ ասենք չեն կարողանում մի փոքր նույնիսկ առաջխաղացում ունենան Պարսկաստանում այդ ակնհայտ ցույց է տալիս Պարսկաստանի որը կանգնած է հավաքական արևմուտքի առաջ ինքը տեխնոլոգիապես շատ ուժ է եւ զարգացող Իրանը այնպես է սպառազինված, այնպեսի սպառազինություններ են մտցրած, որ նրա խոսույթից արդեն, որ ինքը բանակցություններ է վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, երևում է, որ նախորդ պատերազմի Իրանից զգալիորեն ավելի վստահ է իր կեցվածքը, եւ դա կարող է լինել պայմանավորված մենակ մի բանով, որ նրան օգնել են եւ ծայրահեղ բոլոր սպառազինությունների աստիճանը բարձրացնել։ Միացյալ Նահանգները համարում են, որ դա բլեֆ է։ Դա կարող է լինել բլեֆ մենակ այն դեպքում, երբ որ հա սոսկ խոսույթ չի, երբ որ ամերիկական աղբյուրները նշում են, որ զարմանալի բան է F-35-ի ռադարները, որոնք աշխատում են, ներքևում գտնվող հակաօդային պաշտպանությունը որսում է Իրանում։ Դա տված ամերիկյան տվյալ է, որը ցույց է տալիս, որ նոր տիպի քվանտային ռադարներ հակաօդային առաջացել ընդհանրապես, որոնք դարձրել են երկինքը զգալիորեն փակ, այսինքն շնորհակալ եմ ավարտում ենք վերջին ձեր հնարավոր ուրեմն արձագանքը, ինչ որ բան եք ուզում ավելացնել։ Այո, ես ուզում եմ ասեմ, որ շփվելով եւ տեսնելով այդ ոլորտում գիտության բան, այն զարգացումը, ռեալ զարգացումը գիտատեխնիկական, տեխնոլոգիական, որ Չինաստանը արձանագրում է, պատահական չի, ասենք նայեք Չինաստան, Հյուսիսային Կորեան նաեւ Չինաստանի հետ շատ խիստ կապված է, ես ասենք նայում հյուսիս կորեական հրթիռները եւ այլն, ասենք իմ որոշակի ասենք որ առնչություն ունեցել եմ այդ տեխնոլոգիաներին, տեսնեմ թե ինչ մակարդակի է այդտեղ գերզայնային հրթիռներ, նույն էլ չեմ ասում որ Հյուսիսային Կորեան եւ ատոմային եւ ջրածնային ռումբ ունի եւ այլն, այդ ոլորտը շատ արագ զարգանում է եւ ուժային ձևով Իրանին տապալել դա անհնար բան է, ես էլ եմ եւ դա իհարկե մեզ համար շատ վատ կլներ, շատ հնարավոր է որ Ադրբեջանը որպես այդ արհեստական կազմավորում որը ստեղծված է որոշակի խնդիրներ։ Այդ մարդիկ Իսրայելը չեն կորցնելու։ Իրանք համարում են Իսրայելը վտանգվելու եւ ասենք դրանից հետո այդ ամբողջ տարածաշրջանը նաեւ Հայաստանը գտնվել է մի գոտի, որտեղ քաղաքակրթական ընդհանուր մեծ ընդհանրություններ կա, 5 քաղաքակրթություններ, մշակույթ եւ այլն։ Համենայն դեպս իմ պատկերացմամբ տենց է լինելու եւ մենք շուտով շատ հետաքրքիր բան կտեսնենք, ինձ թվում է ստրատեգիական համաձայնագրի ստորագրում Իրանի հետ, օրինակ։ Շնորհակալություն։ Իսկ Իսրայելի հետ ինչպես կզարգանան Հայաստանի իմ խորին համոզմամբ Իսրայելի հետ պետք է այնուամենայնիվ բանակցություններ վարվեն վստահության մակարդակի վրա, որպեսզի ավելորդ չարություն ոչ մի կողմում չկուտակվի։ Մենք զարգանալու վերհառնելու մեծ հնարավորություններ ունենք, ես ասում եմ ելներով կարա մի փաստ բերեմ, ասենք մարդիկ ասենք շատ մարդիկ ուղղակի տեղյակ չեն կամ այդքան գրագետ չեն որ հասկանան թե այսօրվա աշխարհը ինչ
չափանիշներով է զարգանում, ինչ բան արհեստական բանականություն, որոշ ասենք երգչուհիներ, պարուհիներ ելույթ են խոսում են արհեստական բանականության Եվ դեմ, այսինքն ընթացքը դա է, համաշխարհային ընթացքը, մենք պետքա կարողանանք ղեկավարենք, այսինքն ներգրավենք այդ եւ լինենք բաներ, ինժեներներ այդ գործի մեջ։ բարի, շնորհակալություն պարոն Գևորգյան, Դա եւ արվում է Հայաստանում եւ Հայաստանը պետք է նաեւ Հայաստանի այդ արհեստական բանականության ֆաբրիկաները պետք է կուրացանեն նաեւ Ղազախստանում։ Դու պատկերացնում եք այդ ինչ հնարավորություն է, որը թույլ է տալիս մեր վերականգնել հին մեր այսպես ասած կոդը, որ մենք միշտ կոմունիկատորի դեր ենք խաղացել, ոչ թե կոմունիկատորը այն ա եղել, որ ասենք այդ ճանապարհի այս հատվածը մեր մոտա մենք դնում ենք արգելապատնեշը եւ փող ենք վերցնում։ Ոչ, կոմունիկացիաները այդ մարդկային հարաբերությունների վստահությունն է եւ ստեղծագործական աշխատանք